Սամվել Կարապետյանն ի վերջո ինչու չի հաղորդակցվում հանրության հետ։ Իշխանություններն ասում են, որ բաց է, նա կարող է խոսել, դիմել հանրությանը, ճեպազրույցներ տալ, հարցազրույցներ տալ, ուղերձով, տեսաուղերձով դիմել։ Ինչով է սա պայմանավորված։ Նարեկ ջան, հեսա պարոն Վարդևանյանը ավարտի իրավական մասով ձեզ բոլոր բացատրությունները կտա, արդյոք կա այդ որոշումը, արդյոք ճիշտ են ասում իշխանությունները, արդյոք այսքան ժամանակ որ ասել են ճիշտ են ասել, թե ստել են, ասում են, որ նմանատիպ բան հետևական ժամանակ չի եղել, երբ հայտարարել են, որ այդ հնարավորությունը կա, այդ հնարավորությունը չի եղել, Նարեկ ջան, այդ իսկ պատճառով դուք հիմա պնդում եք, որ իրավական առումով չի կարող։ Ես չեմ պնդում, ձեզ խնդրեցի շուտով պարոն Վարդևանյանը կավարտի, ձեզ հավուր պատշաճի իրավական պատասխանը կտա։ Եվ պարոն Ալեքսանյան, Վլադիմիր Պուտինի հայտարարությունը, որ Հայաստանում կան ռուսամետ ուժեր եւ մենք ցանկանում ենք, որ այդ ուժերը մասնակցեն ընտրական process-ներին, ուժեղ Հայաստանը պատասխանատվություն ստանձնում է, որ ռուսամետ ուժ է, թե ոչ ձեզ ուղված համարում եք այդ հայտարարությունը։ Ես ձեզ խորհուրդ կտամ պարոն Պուտինին հղեք այդ հարցը, թե ումի նկատի ուներ։ Դուք հայամետ ուժ ենք։ Հարձապես նա ասում էր ռուսական անձնագրեր ունեցողներ, մենք գիտենք, որ պարոն Կարապետյանը ունի, Սամվել Կարապետյանն ունի ռուսական անձնագիր։ Սա առնչվում է պարոն Կարապետյանին, թե պարոն Կարապետյանը նաև ունի Եվրոմիության անձնագիր։ Դուք կարծում եք Վլադիմիր Պուտինի հայտարարությունը ուժեղ Հայաստանի հետ կապ չունի։ Չեմ կարող այս բանը մեկնաբանել։ Նորից փաստում է, որ մենք հայամետ ուժ ենք, այդքանով կարող ենք սահմանափակվել։ Սա խանգարեց այս հայտարարությունը ձեզ, թե ոչ։ Մեզ ոչինչ չի խանգարի ուժեղ Հայաստան ունենալու համար։ Վլադիմիր Պուտինի հայտարարությունը հաշվի առնելով ոչինչ չի խանգարի ուժեղ Հայաստան ունենալու համար, որովհետև մեր ժողովուրդը որոշել է, որ ուզում է ունենա ուժեղ Հայաստան, մեր ժողովուրդը որոշել է, որ իրեն պետք է փոփոխություններ եւ այդ փոփոխությունները պետք է Սամվել Կարապետյանի հետ։ Պարոն Ալեքսանյան, հաշվի առնելով, որ 44-օրյա պատերազմից հետո հապկի վերաբերմունքից հետո բացասական ազդեցություն կա Ռուսաստանի նկատմամբ, երբ հիմա ընտրողները լսում են հայտարարություն Ռուսաստանի նախագահից, որը անուղղակի նաև ուժեղ Հայաստանի հետ է կապում, չէ՞ կարծում, որ սա բացասաբար կանդրադառնա եւ ընտրողները տեսնելով, որ Վլադիմիր Պուտինն աջակցում է անուղղակի, չուզեն եւ ընտրել ձեզ։ Նարեկ ջան, նորից կրկնում եմ, որ մենք ասել ենք բազմիցս, հայտարարել ենք եւ ճանապարհը ցույց ենք տվել ուժեղ Հայաստանի, թե ինչպես ենք տեսնում եւ մեր հանրության ինչ ենք առաջարկում, որ ունենանք ուժեղ Հայաստան, հայամետ ուժեղ Հայաստան, ուժեղ անվտանգությամբ եւ երկարատև խաղաղությամբ։ Ուղիղ մեջքով կանգնած Հայաստանի Հանրապետության քաղաքացիներով։ Եվ այժմ քննարկվող նախագծի հետ կապված ինչ կարծիք ունեք, այս բանի խորհրդարանը քննարկում է, որ քաղաքական ուժերի անվանումներում չլինեն անձանցանումներ, սա կապում եք ձեր հետ։ Ուղիղ կապում եմ մեր հետ եւ կմեկնաբանեմ շատ կարճ, իշխանականների մոտ վախի մթնոլորտ է, որտեղ արդեն իսկ գիտակցել եւ հասկացել են, որ հաջորդ վարչապետը Հայաստանի Հանրապետության լինելու է Սամվել Կարապետյանը եւ փորձում են տարբեր միջոցներով խանգարել փոփոխություններին եւ եւս մեկ անգամ փաստենք, որ ժողովրդի որոշումը արդեն կայացրել է Հայաստանում 2 ամսից լինելու է փոփոխություն, ունենալու ենք ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ։ Շնորհակալ։ Եվ ինչպես է պարոն Կարապետյանը լինելու վարչապետ, երբ որ նա տեխնացու չի կարող գրանցվել որպես։ Նարեկ ջան, մեր կուսակցության համաժողովին ուղիղ հայտարարեցինք եւ ասեցինք այն ծրագիրը, ոնց լինելու է Սամվել Կարապետյանը վարչապետ։ Զինգակի իշխանության, սահմանադրական փոփոխություններ անեք, սա քննադատության է արժանում, ասում են մեկ անձի համար սահմանադրություն են փոխում։ Մեկ անձի համար չի, 7 միլիոն անձի համար է, Նարեկ ջան։ Մենք ունենք մեծ Սփյուռք, ես ավելի քան համոզված եմ, որ դուք էլ Սփյուռքում շատ լավ ընկերներ ունեք, լավ ուժեղ մասնագետներ ունեք եւ շատ-շատերն էլ պատրաստ են իրենց ունակությունները եւ իրենց ունեցած պրոֆեսիոնալիզմը եւ փորձը ծառայեցնել իշա Հայաստանի Հանրապետության շատ մեծ սիրով եւ այդ մարդիկ այսօր չունեն հնարավորություն իրավական հնարավորություն չունեն իրենց գիտելիքները ծառայեցնել Հայաստանի Հանրապետության համար կունենան այդ հնարավորությունը կարծես թե տևական տարիներ առաջ իշխանականներն էլ նույն կարծիքին էին ինչպես միշտ իրենց խոսքերը մնում են օդում
Եվ պարոն Ալեքսանյան, մեկ հստակեցում անեմ, սահմանադրական փոփոխությունը լինելու է այն մասին, որ այլ պետության անձնագրեր ունեցողը կարողանա Հայաստանում վարչապետ դառնա, թե լինելու է այն մասին, որ անձնագրից անմիջապես հրաժարվելուց հետո կարողանա վարչապետ դառնալ։ Իրավական տերմինոլոգիայի մեջ խորանալու համար, քանի որ ես իրավաբան չեմ, տնտեսագետ եմ, ավելի ճիշտ պատասխան ձեր հարցին կարծում եմ մեր իրավաբան ընկերները կտան։ Եվ պարոն Կարապետյանն արդեն հրաժարվել է այլ պետությունների քաղաքացիությունից, դիմումներ գրել է հրաժարվելու համար, թե ոչ։ Քանի որ process-ը բավականին երկար է եւ իրավական process է, այս պահին process-ը փուլային գնում է առաջ։ Այսինքն մեկնարկել է քաղաքացիություններից հրաժարվելու գործընթացը։ Ինչպես մենք հայտարարել ենք, Սամվել Կարապետյանը 2 ամսից, երբ կընտրվի վարչապետ, կունենա 1 Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն։ Հիմա այդ գործընթացը մեկնարկել է արդեն։ Պարզ է, որ այո։